Բարեձեզ, անցնող 2025 թվականը մի տարի էր, երբ Հայաստանի քաղաքական համակարգը սահուն մուտք գործեց մի երկար նախընտրական շրջափուլ։ Ճիշտ է, ընտրությունները նախանշված են 2026-ի հունիսին, բայց տպավորություն է, որ եւ իշխանությունը եւ ընդդիմությունը իշ տարբեր թևերով ակտիվորեն պատրաստվում են այդ ընտրություններին եւ տպավորություն է, որ նախընտրական ոչ պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է վաղուց։ Իշխանության մոտ դա արտահայտվում է հաճախակիացած նիստերով եւ ժողովներով, որի ժամանակ քննարկում են եւ ցուցակը կազմելու հարցերը եւ ըստ մամուլի տեղեկությունների նաեւ կարգախոսը, ծրագիր եւ այլն եւ այսպես շարունակ։ Իսկ ընդդիմադիր ճամբարում եւս բավական ակտիվություն նկատվում է, այստեղ էլ տարբեր հին ու նոր ուժեր, հին ու նոր կուսակցություններ, հին ու նոր դեմքեր, հին ու նոր շարժումներ, վերադասավորումներ եւ ակտիվ քննարկումներ, հանդիպումներ ամենայն հավանականությամբ մասնակցության ձևաչափի շուրջ։ 2025 թվականը կմնա որպես նաեւ իշխանության եւ եկեղեցու ներկայացուցիչների հակադրության տարի, սա սկսվեց երևի թե այն բանից հետո, երբ հոգեվորականը առաջնորդեց քաղաքական շարժում եւ կաթողիկոսը պահանջեց վարչապետի հրաժարականը եւ բնականաբար քաղաքականությունն էլ գնաց հասավ մինչեւ հոգեվոր տարածք, մինչեւ եկեղեցու բակ, ընդհանուր մինչեւ եկեղեցու պատերից ներս։ Եվ տպավորություն է, որ այսօր չկա մի տարածք, որտեղ չի նկատվում, չի զգացվում գալիք ընտրությունների ստվերը։ Այսօր ազատ զրույցում իմ զրուցակիցը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է, ով ի դեպ արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու առաջիկա ընտրություններին, չի առաջադրելու իր թեկնածությունը։ Սա զրույց է քաղաքականության ներսից եւ քաղաքականությունից անդին, սա զրույց է ազատ զրույցում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Բարև ձեզ։ Ողջույն։ Եվ այսպես կարծում եմ, թե այս օրերին շատ շրջանառված եւ հետաքրքրություն ներկայացնող հարցերից մեկն այն է, թե հայտնի հանգամանքների բերումով ինչու Հրաչյա Հակոբյանը չի առաջադրվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ինչու չի ներկայացրել իր թեկնածությունը։ Զարմանալի բան է, սա հոգնել եք քաղաքականությունից, թե գիտակցված մի փուլի ավարտ եք դնում։ Որևէ զարմանալի բան չկա, թերևս նախկինում կարելի էր նմանատիպ դրսևորման վրա զարմանալ, որովհետև նախկինում այլ բան էին հասկանում, հա, падգամավոր լինել, падգամավոր աշխատել, հիմա բոլորովին այլ բան է, նախկինում երբեք շատ քիչ կհրաժարվեին նման հնարավորությունից, իսկ հիմա մեզ հաճախ ասում են, հա, կարճել եք այդ աթոռներից, խնդրեմ, ես ուղղակի չուզեցա առաջադրվել, որոշեցի մի փոքր չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, հետևաբար չառաջադրվեցի, այնպես որ այդ հարցի պատասխանը թե ինչու չառաջադրվեցի, հետևյալն է, որովհետև ցանկանում եմ մի որոշ ժամանակ չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ։ Իսկ զարմանալու որևէ բան չկա, նախկինում կարելի էր նմանատիպ երևույթի վրա զարմանալ։ Հիմա չգիտեմ, իներցիայի ուժով երևի հիմա էլ մարդիկ զարմանում են, թե այդ ինչպես հեշտ ու հանգիստ ասել, լավ, ես չեմ ուզում падգամավոր դառնալ։ Լավ, ասում եք, որովհետև շատերի կարծիքով падգամավոր աշխատելը, հա, այսպես առավելություն է, բայց այն պատասխանատվությունը, որ դու կրում ես, այն լարվածությունը, որ դու ունես այդ չասեմ, հա, զբաղեցնելով այդ պաշտոնը, այդ դիրքը, կարող է այո եւ լինել օրինակ այնպիսին, որ ուղղակի ուզենաս մի որոշ ժամանակ չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, չլինել падգամավոր, այդ պատասխանատվությունը մի փոքր նվազեցնել, հետո միգուցե 2031 թվականի ցուցակում նույնպես կարող է հայտնվեն 2031-ի, այսինքն այս ընտրություններից որոշակի վստահություն կա, այդ մասին էլ խոսենք, բայց հիմա ասում եք ակտիվ քաղաքականությամբ չզբաղվել, падգամավոր չլինել, այդ դեպքում ինչով զբաղվել։
դեռ չգիտեմ ինչով եմ զբաղվելու։ Ես ասացի քիչ առաջ ասացի, որ այդ պատասխանատվությունը թող այնպես չընկալվի, որ խուսափում եմ պատասխանատվությունից, այլ եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ պատասխանատվությունը մի փոքր նվազեցնել, ոչ թե ընդհանրապես պատասխանատվություն խուսափել պատասխանատվությունից, բնականաբար ես լինելու եմ իմ քաղաքական թիմի հետ, մնալու եմ կուսակցության անդամ եւ միևնույնն է կրելու եմ շատ պատասխանատվություն, բայց պատգամավորի աշխատանքի պատասխանատվությունը կարելի է մի փոքր նվազեցնել եւ մի որոշ ժամանակ այդ պատասխանատվությունը այսինքն քաղաքականությունից դուրս գալու մասին չէ խոսքը, քաղաքական գործունեություն դադարեցնելու մասին չէ խոսքը, պարզապես պատգամավոր չլինելու մասին է, որը ենթադրում է էլի քաղաքական գործունեություն, բայց ոչ պատգամավորի կարգավիճակում։ Համոզված եք, որ երկրին կարելի է ծառայել եւ օգտակար լինել ոչ միայն որպես պատգամավոր, այլ կարգավիճակ։ Բնականաբար, եթե անգամ օրինակ զբաղվեմ մասնավոր այլ աշխատանքով, միևնույնն է զբաղված լինելու եմ քաղաքականությամբ, կրելու եմ այն պատասխանատվությունը, ինչը կիսելու եմ այն պատասխանատվությունը, ինչը որ կրում է իմ քաղաքական թիմը, մեկը մեկին չհակասող բաներն, այսինքն պարտադիր չի լինել պատգամավոր կամ լինել կառավարության անդամ եւ միայն այդ դեպքում կիսել պատասխանատվությունը քաղաքական, այո, ես կարող եմ զբաղվել մասնավոր աշխատանքով, բայց միևնույնն է կկիսեմ բոլոր այն պատասխանատվությունը, ինչը կրում է իմ քաղաքական թիմը։ Դա քաղաքական մասով, իսկ թե կոնկրետ ինչով եք զբաղվելու, դեռ որոշում չկա։ Դեռ չեմ որոշել, դեռ կարծում եմ բավականին ժամանակ կա, մոտ 6-7 ամիս առջևում ունեմ, որ հասկանամ ինչ գործունեություն կծավալեմ։ Շատ լավ։ Իսկ պատգամավոր չառաջադրվելու, պատգամավորության տեխնացու չառաջադրելու որոշումը, այսինքն ինչ որ չափով ազատվելը, հասկանալի է քաղաքական այդ մասով ինչ որ խոսեցիք, դա հասկանալի, բայց պատգամավորի կարգավիճակ չունենալը ինչ որ չափով ազատություն տալիս է ձեր գնահատականներին, թե դրանք փոփոխության չեն ենթարկվում։ Գնահատականներին ազատություն տալիս է թե ոչ։ Ավելի ազատ կարող է գնահատական տալ, թե որևէ բան չի փոխվում։ Չեմ, գիտեք, չեմ կարծում, որ որևէ բան կփոխվի, քաղաքական գնահատականները կշարունակեմ տալ քաղաքական ձևով, կոռեկտության սահմանում, իհարկե, որոշ դեպքերում միգուցե հնարավոր կարելի էր համարել, որ եթե պատգամավոր չլինեմ, կարող եմ օրինակ նույն որոշ Facebook-յան օգտատերերի հայախառն խոսքին արդեն կարելի է օրինակ, ավելի ազատ պատասխանել, բայց ես չեմ կարծում, որ ես կհետևեմ նախկին պատգամավորներ եւ նախկին քաղաքական պաշտոն զբաղեցնող օրինակ Արմեն Աշոտյանին կամ այլ նախկին ՀՀԿ-ական եւ ոչ միայն ՀՀԿ-ական պաշտոնյաների, ովքեր որ հասկանում եք, օրինակ Արմեն Աշոտյանը զբաղեցրել է ժամանակին կրթության գիտության նախարարի պաշտոնը, այսօր այն լեքսիկոնով, որ ինքը խոսում է, այն բառապաշարով, որ ինքը գրառումներ է կատարում, ուղղակի ես վստահեցնում եմ, որ նույնը չեմ անի եւ միևնույնն է կմնամ այն բարձունքին, որը որ հարիր է պետական պաշտոնյային, թեկուս օրինակ, եթե այլևս այդ պահին չզբաղեցնեմ պետական պաշտոն, բայց այդ մակարդակին չեմ իջնի, ինչ որ նախքին որոշ պաշտոնյաներ են անում։ Բայց բարդ ու նուրբ իրավիճակ է, որովհետեւ սովորաբար նախընտրական շրջանում այդ ռետորաբանությունը շատ կոշտանում է, հատկապես հիմա, երբ որ այսպես բաժանարար գծերը շատ են, հայ երկփեղկված այսպես քաղաքական տաշտ եւ հասարակություն եւ անհանդուրժողականություն, սուր խոսքը առաջիկայում պիտի շարունակվի եւ այդ պարագայում եւ մի կողմից խոստումը, որ նմանատիպ չեք պատասխանի, հետո ես եթե չեմ սխալվում, կուսակցությունը ձեր վարքականուն է ընդունել, վարքականունի ինչ որ բան եք ընդունել, որ այդպես չպետք է պատասխանեք, սրա վեր չէ, ինչ է լինելու այս ընթացքում։ Ես ուզում եմ մենք տարանջատենք սուր խոսքը, քննադատական խոսքը, փողոցային
լեքսիկոնից, ժարգոնից, բառապաշարից, բառամթերքից։ Եկեք տարանջատենք։ Այո, սուր խոսք կարող է հնչում է եւ սուր խոսքը եւ բովանդակային քննադատությունը մենք ընդունում ենք գիտություն, երբեմն քննարկվում է ծավալվում բովանդակային քննադատության շուրջ, բայց այն երբ որ մարդիկ խուլիգանական դրսևորում են ցուցաբերում, այդտեղ չկա քննարկում, այդտեղ չկա բովանդակություն, այնտեղ կա ուղղակի հայախառը ինչ որ արտահայտություններ, որին ես էլի եմ կրկնում, չեմ պատասխանել եւ չեմ պատասխանի նույն ձևով, միգուցե եղել են նախկինում պորտկումներ, որ բայց ամեն դեպքում մեր հանրությունը երբ օրինակ նայում է որ այ որևէ մեկը օրինակ զբաղվում է քաղաքականությամբ զբաղեցնում է պաշտոն այդ ժամանակահատվածում հա այսպես շատ կիրթ խոսք ունի բան մեկ էլ այլևս չի զբաղվում քաղաքականությամբ պաշտոնյա չի եւ իջնում է այն խուլիգանի մակարդակի եւ այդ բառապաշարով է խոսում ես վստահեցնում եմ որ այդ ինստիտուտը քաղաքացու աչքերում որակազրկվում է արժե զրկվում է երբ որ նայում եմ որ պաշտոնատար անձ է խոսում է շատ կիրթ գրական մեկ էլ այլևս պաշտոն չի զբաղեցնում վերջի փողոցայինի բառապաշարով է դա լավ մոտեցում չէ դա ճիշտ մոտեցում չէ ես կարծում եմ որ այնուամենայնիվ մարդը պետք է մնա այդ բարձունքին եւ երբեք չիջնի այդ մակարդակին իսկ այո սուր խոսք կհնչի սուր քննադատություն կլինի թե մեր հասցեին թե մենք դրանք հակադարձենք որովհետեւ ինչպես դուք ասացիք արժևում ընտրություններ են բնականաբար խոսքը ավելի կսրվի բայց այո մենք ընդունել ենք կանոնագիրքը մեր որ պետք է էթիկայի կանոնները չխախտենք եւ եթե խախտենք պետք է այդ հարցը քննվի մեր կուսակցության վարչությունում ինչը կարծում եմ նորմալ է տեսնենք ինչպես կլինի տոներից հետո հավանաբար աստիճանաբար այդ սարացումները կլինեն հետնել խոսքը տեսնենք թե ինչ ընթացք ունենա այս ընթացքում հիմա 2025-ի վերջին ինչպեսին է ձեր գնահատմամբ Հայաստանի քաղաքական դաշտը այս տարվա ընթացքում ավելի շատ կայունացման միտումներ ուներ թե ճգնաժամերի բաժանումների խորացման սրացման եւ այլն իմ գնահատմամբ Հայաստանի քաղաքական դաշտը չասեմ ճգնաժամ է ապրում, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում ընդդիմության կառուցողական ընդդիմության բացակայությունը չեմ ուզենա ասեմ, որ տանում է ճգնաժամի, բայց ամենայն դեպս լավ բանի մասին չի խոսում։ Այսինքն Հայաստանում պետք է լինի կառուցողական ընդդիմություն, այլ ոչ օրինակ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, որ բացի օրինակ մի քանի արտահայտությունից դավաճան չգիտեմ, թուրք, բացի մի քանի պիտակավորումից բովանդակային դաշտ, կառուցողական դաշտ այդ մարդիկ այդպես էլ չմտան։ Իրենք ասեցին մենք մեր օրակարգով կվերադառնանք, բայց իրենց օրակարգը տեսնում ենք որն է։ Խոսքը խորհրդարանական ընդդիմության մասին է, այո։ Այդ խորհրդարանական ընդդիմադիր ճամբարում նաև ոչ միայն խորհրդարանում գտնվող, այլև խորհրդարանից դուրս այդ արմատական ընդդիմության ճամբարում գտնվող շարժումները, կուսակցությունները եւ այլն, ինչքան է հավանականությունը, որ կարողանան իրական, ռեալ քաղաքական այլընտրանք դառնան իշխանության համար, թե հին քաղաքականությունը պարզապես փաթեթավորված ինչ-որ նոր դեմքերով կամ նոր հնարքներով, փոքր դատարից հետո շարունակենք, վերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույց է Free-News եթերում, ես զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ, պարոն Հակոբյան, մենք հասանք խորհրդարանական ընդդիմությանը։ Հարցս այն էր, թե որքանով այս ընդդիմությունը եւ նրանց հարող ուժերը արտախորհրդարանական կարող են դառնալ իրական քաղաքական այլընտրանք իշխանության համար, որքանով է հավանական կամ հնարավոր։ Խորհրդարանական ընդդիմությունը առհասարակ իմ կարծիքով իրեն սպառել է
որպես ընդդիմություն, որովհետև ես ելի եմ կրկնում, իրենք որևէ կառուցողական ընդդիմադիր կեցված այդպես էլ չունեցան, բայց իրենք հենց այդ նպատակով էլ եկել էին խորհրդարան, իրենց անելիքը խորհրդարանում տեսնում էին օր ու արև չտալ իշխող մեծամասնությանը, ասում էին 2 տարի կտևի այս խորհրդարանը, բայց մենք արդեն շուտով 5-րդ տարին լրանում է եւ գնում ենք հերթական խորհրդարանական ընտրությունների, հետո քոք էին մաշեցնում, հետո գնացին փողոցային պայքարի, ասեցին կվերադառնանք խորհրդարան, միայն մեր օրակարգով, այնինչ հետո եկան խորհրդարան, բայց իրենց օրակարգը այդպես էլ չհասկացանք որն է, եւ որպես խորհրդարանական ընդդիմություն իրենց սպառել են, իրենք հաճախ մեզ են մեղադրում, ասում են դուք ձեր խոստումները չեք կատարել, բայց մենք այն ինչ որ խոստացել ենք, մենք կատարել ենք, մենք ասել ենք, որ մեր առաջիկա 5 տարիների ծրագրում շատ կարևոր հարց է մեր համար եւ մենք գնում ենք այդ հարցի կարգավորմանը, որպեսզի Հայաստանը լինի խաղաղության դարաշրջան, բացվի խաղաղության դարաշրջան եւ օրինակ 1 տարի արդեն 8 ամիս, 9 ամիս, երբ որ սահմանին չկա կրակոց եւ սահմանին կրակոցի պատճառով չունենք զոհ, դա արդեն խոսում է այդ խաղաղության մասին, ինչը որ 2021 թվականի նախընտրական մեր խոստումներից մեկն էր։ Մեր դպրոցների մանկապարտեզների վերանորոգում, երբեմն 0-ից կառուցում, այդ ծրագիրը նույնպես մենք տանում ենք առաջ մեր ճանապարհաշինությունը, մեր անվտանգության հետ կապված մեր ձեռք բերված ռազմատեխնիկան, այնպես որ իրենք այս ամենի մեջ միգուցե ոչ անվանական, այլ օդի մեջ ասում են դուք ձեր որևէ խոստում չեք կատարել, բայց ես հենց նոր մի քանիսը նշեցի, որ մենք խոստացել ենք եւ կատարել ենք մեր խոստումը, իսկ իրենց խոստումներից որն են կատարել, իրենք քիչ առաջ նշեցի, պետք է օր ու արև չտային իշխող մեծամասնությանը, պետք է մի քանի 2 տարվա մեջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լիներ, պետք է փողոցային պայքարը տևեր այնքան մինչև չէին վերադառնա, մինչև փողոցում հաջողության չհասնեին, որևէ իրենց խոստում այդպես էլ իրենց ընտրողը չտեսավ, որ կատարված լինի։ Իսկ ընդդիմադիր դաշտում հիմա կա կամ նշмарվում է, ձևավորվում է որևէ ուժ, որ կարողանա ներքաղաքական դաշտում փոխել խաղի կանոնները, փոխել իրավիճակը։ Դաշտը ազատ է, մեր քաղաքական դաշտը այսօր ի տարբերություն 2018 թվականից առաջ, երբ որ այլ տեղեր էր որոշվում, որ կուսակցությունը պետք է ընդդիմադիր գործունեությամբ զբաղվի, թե այլ աշխատանքով զբաղվի, ինչ հայացքներ պետք է ունենա, եւ իդեպ հենց դա բերեց 2018 թվականի հեղափոխությանը, որ մարդիկ շատ լավ հասկանում էին, որ օրինակ կան կուսակցություններ, որ հանդես են գալիս որպես ընդդիմություն, բայց այսինքն այդ ուժերի շարքում այսօր քաղաքական դաշտը ազատ է, այսօր իրենք որոշում են ընդդիմադիրները, թե ինչ օրակարգով են գնալու առաջ, ներկայացնում են իրենց օրակարգը մեր հանրությանը եւ հանրությունը ընտրում է ընտրություններին այս կամ այն։ Այդ ձեր ասած ազատ քաղաքական դաշտում հիմա ըստ ընդդիմության ամենաարագ զարգացող աճող շարժումը մեր ձևովն է, նրանք ասում են, որ նախկիններից որևէ մեկը չպետք է հավակնի իշխանության, պետք է նոր ղեկավար լինի, նոր ղեկավարը պետք է առաջնորդի Հայաստանը, որպեսզի կարողանա լուծել նաև հասարակության սպառակտվածության հարցը։ Գիտեք, երբ նախկինների մասին խոսում են եւ ասում են, որ նախկիներից որևէ մեկը չպետք է լինի, բայց այդ նախկինների մասին խոսողը եւ դա բացառողը մի մարդ է, ում հայրը օրինակ եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը կամ հանրապետական կուսակցության падգամավոր, դա մի տեսակ տարակուսելի է դառնում, այսինքն
իրենք իրենց հոր հետ կապ չունեն, թե իրենք համարում են, որ իրենց հայրը քաղաքական պաշտոն չի զբաղեցրել, չի զբաղվել քաղաքականությամբ, ինչպես իրենք կապ չունեն, եւ այդ հայտարարություն անողի հայրը, ելի եմ ասում, եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը։ Դրանից լավ նախկին ինչպես է լինում։ Այնպես որ այդ հայտարարությունները, որ անում են, երևի պետք է մի քիչ ավելի երկար մտածեն դրա մասին խոսելուց առաջ։ Իսկ մյուս ուժերի մասին եւ հին եւ նոր այնտեղ մամուլում տեղեկություններ եւ ներողություն մի բան էլ ասեմ։ Օրինակ իրենց շարքերում կանգնում է Արամ Վարդևանյանը, ով Ռոբերտ Քոչարյանի խմբակցության падգամավոր է։ Հիմա Արամ Վարդևանյանը կապ ուներ Ռոբերտ Քոչարյանի հետ թե ոչ, եւ հիմա իրենց հետ կապ ունի թե ոչ։ Եթե իրենց հետ կապ չունի, ինչի է կանգնում իրենց շարքերում։ Եթե նախկինների հետ կապ չունի, ինչ գործ ուներ Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիայում, խմբակցությունում որպես падգամավոր։ Այնպես որ հա, շատ լավ, ասում եմ դու էլ ասա։ Հա, հայտնի անեկդոտի պես դու էլ ասա, որ նախկինների հետ կապ չունես։ Հիմա իրենք դա են անում։ Ասում են մենք նախկինների հետ կապ չունենք, նախկինների վերադարձը պետք է չլինի։ Բայց երբ որ դուք հավակնում եք գալ իշխանության, արդեն նախկինի վերադարձ է, որովհետև ձեր հարազատները եղել են Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, հանրապետական կուսակցությունից падգամավոր, ձեր շարքում կանգնած է մարդ, ով Ռոբերտ Քոչարյանի խմբակցության падգամավոր է։ Իսկ մյուս շարժումների մասին, չգիտեմ, միասնության թևեր, նախկին ՄԻՊ, էլի կան, չէ՞, եւ հին կուսակցություններ, հիմա ասում են Ախր նույն նախկին ՄԻՊ-ը եղել է արտադրության փոխնախարար Սերժ Սարգսյանի օրոք եւ հիմա ասում են նախկինների վերադարձ պետք է չլինի։ Դե շատ լավ, պետք է չի լինելու։ Այսինքն ձեր վերադարձը չի լինելու։ Իսկ հնարավոր է այս հին ու նոր ուժերի հիմա մամուլում տեղեկություններ կան, որ հանդիպումներ են լինում, քննարկում են ըստ ամենայնի մասնակցության ձևաչափ եւ այլն է թվում եւ հայազգային կոնգրես եւ ծռեր եւ ապրելու երկիր եւ նժար, ես այս անունների մի մասը մամուլից եմ այսպես բանարել, ինչ որ միավորում եւ ռեալ ուժ ստեղծվելու։ Դե եթե օրինակ կարող են ստեղծել մի ուժ, որի անունը կլինի Հանրապետական կոնգրեսի դաշնակցության ձև մի այսպիսի համախմբում, որտեղ կլինեն բոլորը, համ հանրապետականները, համ դաշնակցությունը, համ հայազգային կոնգրեսը, համ մեր ձևը, թող մի այդպիսի անվանում որոշեն, միավորվեն եւ մասնակցեն ընտրություններին։ Իսկ ինչու չի հաջողվում ընդդիմությանը ինչ որ վստահություն շահել։ Ի վերջո իշխանությունը սխալներ է գործել, ճգնաժամեր են եղել, գիտենք ինչ բանի միջով են կանցել, դժոխքի միջով են կանցել։ Սա կարծես թե պիտի օգներ, որպեսզի ընդդիմությունը ավելի մեծ վստահության ակնկալիք ունենար։ Որովհետև անկեղծ չեն ժողովրդի հետ։ Իրենք իրենց հետ անկեղծ չեն, որովհետև երբ որ իրենք ասում են նախկինների վերադարձ չի լինելու, իրենք անկեղծ չեն եւ մեր ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ լավ դա տեսնում են։ Իրենք եթե մտածում են, որ կարող են մոլորեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդքանը չեն հասկանում, այդքան քաղաքականությունից չեն հասկանում, որ կարելի է այդպես։ Իրենք անկեղծ չեն քաղաքացիների հետ։ Իրենք անկեղծ չեն իրենց մտքի հետ։ Իրենք փորձում են խաբել ժողովրդից, դա չի ստացվում։ Իրենց մոտ չի ստացվում դա։ Իշխանության ներսում արդեն զգում եք ընտրությունների շունչը։ Ես արդեն նշեցի այդ ժողովները, հաճախակի նիստերը, 5-6 ժամ։ Մեր նիստերը միշտ կան։ Մենք միշտ նիստեր ենք անում։ Ուղղակի հիմա նիստերի օրակարգերը դարձել են օրակարգային թեման ընտրություններն են 2026 թվականի։ Այն որ մենք ամեն 5 շաբթի ունենում ենք օրինակ նախաձեռնողի նիստ, դա երբեք չի դադարել լինել։ Ուղղակի հիմա թեմաները վերաբերում են ավելի շատ 2026 թվականի ընտրություններին։ Մտավախություններ կան, որ չափից ավելի շատ սրացումներ կլինեն այդ ընտրությունների ժամանակ, նախորդող ժամանակաշրջանում։
2021 թվականի ընտրությունները կարծում եմ շատ ավելի դժվար ժամանակներում անցան, այդ պատերազմյան փողոցային պայքար, մենք գնացինք այդ դժվար իրավիճակում, գնացինք ընտրությունների, անցկացվեցին ազատ ժողովրդավար ընտրություններ, որը մեկը այսպես լուրջ մեղադրանք, որ կեղծվել են ընտրությունները, այդպես էլ չներկայացրեց, բոլորը ընդունեցին ընտրության արդյունքները եւ շարունակեցին աշխատանք, օրինակ խորհրդարանական ընդդիմություն եկավ խորհրդարանական եւ չվիճարկեց ընտրության արդյունքները, այսինքն հետեւաբար կարելի ասել 2021 թվականին այդ շատ ավելի ծանր իրավիճակում մենք գնացինք ազատ ժողովրդավար ընտրությունների, ստացանք ժողովրդի քվեն, այո եղան խոսքի գործողությունների սրացումներ, հիմա չեմ կարծում, որ շատ ավելի դժվար ժամանակներ են, կլինեն էլի խոսքի սրացումներ, գործողությունների, չգիտեմ, սրացումներ կլինեն թե ոչ, տեսանք փորձ գործողությունների սրացումների, բայց ոչ նախընտրական, այլ Համաձայն եմ, որ այն ժամանակ ավելի դժվար, ավելի բարդ ժամանակներ էին Հայաստանի համար, բայց հիմա էլ ընտրությունների կարևորությունը շատ մեծ է, կախված ոչ թե Հայաստանի համար դժվար ժամանակներով, այլ մեր տարածաշրջանում եւ Հայաստանում դրսի աշխարհքաղաքական ուժերի մրցակցության համատեքստում։ Եվ ես վստահ եմ, որ այդ նույն բանը, ինչ որ դուք ասում եք, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնպես շատ քաջ գիտակցում են եւ գնալու են կատարեն իրենց ճիշտ ընտրությունը իրենց ապագայի համար, խաղաղության համար եւ այնպես չի որ միայն քաղաքականությունով զբաղվողներն են դա գիտակցում, հասկանում, որ Հայաստանում արտաքին քաղաքական որոշ ուժերի հետ կապված որոշ վերադասավորումներ են փորձելու լինել, դա նաև հասկանում են Հայաստանի Հանրապետության բոլոր, գրեթե բոլոր քաղաքացիները եւ գնալու են եւ ընտրելու են իրենց խաղաղությունը, իրենց բարեկեցիկ կյանքը։ Ոչ թեմաներն են Հայաստանի Հանրապետության նաև ոչ թեմաներն են լինելու առանցքում, եկեղեցու թեման լինելու է, թե մինչ այդ արդեն այս հակադրությունը լուծված կլինի կարծում եք։ Ինչ է տարապես եկեղեցու թեմա, եկեղեցու թեմա սպասավորների, ասենք, հոգեվորականների։ Եթե կա որոշ բարձրաստիճան հոգեվորականների թեմա, դա այս պահին նույնպես օրակարգային հարց է, այսինքն ընտրություններին չեմ կարծում, որ մենք պետք է մեր քաղաքական խոսքը կառուցենք որոշ եկեղեցականների հետ կապված։ Մեր ասելիքը լինելու է ժողովրդի հետ էլ եմ ասում խաղաղությունը, բարեկեցիկ միջավայրը, Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Իսկ եկեղեցականների հետ կապված այսօր այդ ամենի մասին խոսվում է, այնպես որ հանգուցալուծումը ինչպես է պատկերացնում։ Հանգուցալուծումը կարծում եմ, որ պետք է եկեղեցին վերադառնա հավատավոր ժողովրդին։ Եկեղեցին պետք է վերադարձնեն բոլոր այն հոգևորականները, ովքեր որ զավթել են այսօր եկեղեցին զավթել են իրենց աթոռները, իրենք պետք է վերադարձնեն այդ աթոռները, այդ պաշտոնները վերադարձնեն հավատավոր հոտին։ Մեկ հարցելու ավարտենք 2026-ը ինչպիսին է լինելու Հայաստանի համար մեծ հաշվով։ 2026 թվականը լինելու է քաղաքական տարի, մի քիչ ավելի շատ քաղաքական, որովհետև ընտրություններ են լինելու եւ հուսամ 2026 թվականը նույնպես կլինի խաղաղության տարի, մեր ձեռք բերված խաղաղության նախաստորագրումը հուսամ գոնե հողի վրա շարունակի լինել այնպիսին ինչպիսին այս մեկ տարի
7-8-9 ամիսների ընթացքում եղել է, այսինքն սահմանին կրակոց չենք ունենա, նախաստորագրված պայմանագիրը հուսամ կստորագրվի արդեն խաղաղության պայմանագրի տեսքով եւ Աստված առաջ Աստված հայ ժողովրդի հետ, Հայաստանի հետ։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ, լավ մնացեք։